Էկոնոմիկայի նախկին փոխնախարար ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորության նախկին թեկնածու Լիլիա Շուշանյանը չի կարողացել դատարանով վերականգնել իր աշխատանքային իրավունքները հեծում։ Արմլու-լրատվականի տեղեկություններով Շուշանյանը դեռևս անցած տարվա օգոստոսին դատի էր տվել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը վերականգնել նախկին պաշտոնում եւ հարկադիր պարապորտի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել միջին աշխատավարձը։ Սակայն ինչպես հայտնի դարձավ Արմլուրին, առաջին ատյանի դատարանը մերժել է Շուշանյանի պահանջները, չբավարարելով նրան նախկին աշխատանքում վերականգնելու հայցը։ Նախկին փոխնախարարը փորձել է բեկանել այդ որոշումը, դիմելով վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Սակայն վերաքննիչ ատյանն էլ չի ընդունել նրա փաստարկները, բողոքը մերժելով եւ առաջին ատյանի դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։ Հիշեցնենք, որ Լիլիա Շուշանյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր ուժեղ Հայաստան դաշինքի համամասնական ցուցակով, սակայն ավելի ուշ հրաժարվեց падգամավորական մանդատից։ Այսպիսով, նախկին փոխնախարարի հետ վերադառնալու փորձը դատական բոլոր անցած ատյաններում այս փուլում ավարտվել է անհաջողությամբ։ Եթե գործը չհասնի վճռաբեկ դատարանի կամ այնտեղ վարույթ չընդունվի, հեծից ազատման վերաբերյալ կայացված դատական ակտերը կմնան ուժի մեջ։